Փառք Հիսուսին։ Ես այսօր խոսելու եմ հրաշալի մի խոսք ու ասեմ, որ այս խոսքը շատ սրտիցս է, շատ երկար ժամանակ սա իմ ներսում հասել է, հասունացել է։ Ասեմ, որ այն ինչ որ խոսելու եմ, սա իմ կյանքի հայտնությունների մեջ է մտնում, իմ եւ Արմինեի կյանքի հայտնությունների մեջ է մտնում։ Սա մեզ համար անբաժանելի մի մասնիկ է։ Բայց կարևոր մի բան կա, որը Աստված ցույց տվեց ու կարելի է ասել նույնպես շատ խիստ խոսեց Աստված։ Մենք այսօր խոսելու ենք զոհաբերության մասին։ Մենք այսօր խոսելու ենք զոհի զորության մասին։ Այսօրվա քարոզը հենց վերնագրել եմ այսպես, որ զոհը կրակ կբերի մեր կյանքում։ Զոհը կրակ կիջեցնի մեր կյանքում։ Ու գիտես, ուզում եմ ասեմ հետաքրքիր մի բան, որ սատանան շատ խորամանկաբար ժամանակի ընթացքում բերում է մեծ գայթակղություններ եւ մեծ կասկածներ եկեղեցու մեջ, քրիստոնյաներիս մեջ, փողի հետ կապված, ֆինանսի հետ կապված ու բերում անընդհատ կաթացնում, կաթիլ առ կաթիլ, օր առ օր, ամիս առ ամիս փողերից են խոսում, զոհաբերությունից են խոսում։ Ես այսօր ուզում եմ քեզ ցույց տամ, նախ Աստվածաշնչում, որ բազում տեղեր խոսվում է զոհաբերության մասին։ Եվ եթե մենք քրիստոնյա ենք եւ Աստծո խոսքի մարդ ենք, մենք չենք կարող այդ էջերը ճղել ու գցել։ Մենք պիտի ընդունենք Տիրոջ խոսքը։ Եվ հաջորդ բանը թե ինչի է սատանան դա անում, որովհետեւ գողանալով զոհի զորությունը եկեղեցուց, գողանում է զորությունը եկեղեցուց, սիրելիս, գողանում է հրաշքը իմ ու քո կյանքից, գողանում է, գիտես, այն վերապրումները, որ Տերը պատրաստել է իմ ու քո համար։ Մենք կտեսնենք Աստվածաշնչում, թե ինչպես է մարդկանց կյանքերը փոխվում զոհաբերությունից հետո ու կհասկանանք, այ ինչի է սատանան նպատակաուղված բերում գայթակղություն։ Զոհից մի խոսացեք, վայ մի ասեք այս բառը, վայ ասեցին փողերը հավաքենք, վայ ասեցին այնի անենք։ Ուզում եմ քեզ ասեմ, սիրելիս, երբ որ Տեր Հիսուս Քրիստոսի մոտ եկավ հարուստ մեծ երիտասարդը, եւ Տեր Հիսուս Քրիստոսն ասեց. գնա, սաղ ունեցվածքդ վաճառիր, բաժանիր ու արի ինձ հետևի։ Հիսուսը չէր մտածում, որ կարող է գայթակղվի։ Հիսուսը չէր մտածում, որ վայ փողերից եմ խոսում, բա որ նեղվի։ Երբ որ Հիսուսը նստած էր գանձանակի դիմաց եւ նայում էր, թե ով ինչպես է զոհաբերում, Հիսուսը չէր մտածում, վայ հեսա կնային կտենան, որ ես նայում եմ ոնց են զոհաբերում, կգայթակղվեն։ Հիսուսը չէր մտածում նրա մասին, որ դուրս եկավ ու բոլորին ասեց. դուք գցեցիք ձեր ավելցուկից, այս կինը գցեց իր ամբողջ ապրուստը։ Հիսուսը չէր մտածում սրա մասին։ Գիտես, Աստվածաշնչում կա մի պատմություն, սրա մասին էլ կխոսամ։ Մարգարեն գալիս է մի որբևայրու, ամուսինը մահացել է, երեխայի հետ է մնացել։ Ասում է ինձ մի բաժակ ջուր բեր։ Կինը գնում է որ ջուրը բերի, ասում է լսի, մինչև ջուրը կբերես։ Մի հատ եմ իմ համար մի փոքր շոտ սարքի, գաթա սարքի։ Ասում է կենթանի է քո Տեր Աստվածը, որ մի բուռ ալուրից, մի փոքր յուղից ավել բան չունեմ, գնում եմ այս փայտը հավաքեմ, այդ մի կտոր գաթան սարքեմ, ուտենք ու մեռնենք։ Գիտես, ես կնոջ խոսքերն է։ Մարգարեն գիտես ինչ է ասում, ասում է սարքի բեր ես ուտեմ, հետո քո մասին կխոսենք։ Այս մարգարեն չէր մտածում, որ կարող է գայթակղվի։ Դու պատկերացնում ես, մարգարեն այդ ժամանակվա հոգևոր առաջնորդն է, հովիվն է մեկ ուրիշ խոսքերով ասած։ Հələ տեսի, ես ինչ հովիվ է, վերջի կտոր հացն է ձեռից վեկալեց։ Բա էսի հովիվ է, բա էսի եկեղեցի է, բա հələ տես ինչ են ամ ժողովրդին կլպում են։ Ուղիղ եմ խոսում սա ժողովուրդ, որ սատանայի գլուխը ջարդվի։ Ես զոհաբերող մարդ եմ ու չեմ վախենում սրա մասին խոսելուց։ Այսօր սիրելիս, եթե դու առաջի անգամ ես, Աստված օրհնի քո սիրտը, ես կխնդրեմ քեզ, մնա մինչև վերջ, որպեսզի կարողանաս ամբողջ պատկերը տեսնես, ոչ թե միանգամից գայթակղությանը տեղ տանք, սատանայի սրտին տեղ տանք, այդ այլի փողերից են խոսում։ Սիրելիս, ուզում եմ քեզ ասեմ, այդ որտեղ փողերից չեն խոսում։ Խանութ մտար փողերից չեն խոսում, թատրոն գնացիր փողերից չեն խոսում, տրանսպորտ նստար փողերից չեն խոսում, ավտոդ բենզին լցրեցիր փողերից չեն խոսում, այդ որտեղ փողերից չեն խոսում։ Ավելին ասեմ, ուրիշ բան ասեմ, գիտենք այդ հովիվները, գիտեք ինչ են ան փողերն ուտում են։ Գիտես մի երկու օրինակ են հիշում ու ես չեմ բացառում, այո,
Ցավալի է, դա մեր ցավն է, որ եղել են հովիվներ, լինում է դեպքեր, որ ընկնում են այդ գայթակղության տակ եւ կպնում են եկեղեցու փողերին։ Այո, դա լինում է, ես չեմ բացառում, բայց ուզում եմ ձեզ մի ուրիշ հարց տամ։ Դպրոցներում չեն լինում փողուտող տնօրեններ։ Դադարում ենք մեր երեխեքին դպրոց ուղարկելուց։ Մանկապարտեզներում չեն լինում փողուտող տնօրեններ, որ երեխեքու բաժինից վերցնում են։ Դադարում ենք մեր երեխեքին մանկապարտեզ ուղարկելուց։ Իշխանավորներ չեն լինում, որ զինվորի բաժինն են ուտում։ Դադարում ենք զինվորին օգնելուց։ Ուրիշ եկեղեցիներում առաքելական, ուղղափառ, կաթոլիկ, լյութերական չկան մեղավոր քահանաներ, չկան փողուտող, դադարում ենք գնալուց։ Սատանան խփում է զոհին, որտեղ գիտի գողանում է զորությունը։ Սատանան խփում է զոհին, որտեղ գողանում է հրաշքը։ Եթե գրում ես, մոտդ մեծատառերով գրի, շատ հրաշքներ թաքնված են զոհի տակ։ Ես այսօր քեզ վկայություններ եմ տալու։ Շատ հրաշքներ թաքնված են զոհի տակ։ Աստվածաշունչը խոսում է զոհաբերության մասին, ու մենք լռենք, փողերից մի խոսացեք։ Լռենք նրա մասին, թե ինչպես Աբրահամն ու Աբելը զոհաբերություն արեցին։ Լռենք նրա մասին, թե ինչպես Կայենն ու Աբելը ներողություն։ Լռենք նրանից, թե ինչպես Աբրահամը զոհաբերություն արեց։ Լռենք նրանից, թե ինչպես Իսահակը զոհաբերություն արեց, ինչպես Հակոբը զոհաբերություն արեց, ինչպես Դավիթը զոհաբերություն արեց։ Լռենք։ Ուզում ենք հրաշքներն ունենանք, բայց եկեք լռենք։ Չի լինում, սիրելիս։ Աստծո խոսքը կենդանի է, եւ եթե մենք իրան գործի ենք դնում, ինքը աշխատում է, եթե իրանից փախնում ենք, ինքը չի աշխատում։ Դու ինձ հետ ես, չպետք է լռել, պետք է խոսել։ Ու գիտես, ես գիտեմ, փողերից են խոսում, գրես մեկ անգամ ես մեկին ասեցի, լսի, տարին ունի 50-51 կիրակի, և տարվա մեջ 1-2 կիրակի ֆինանսների մասին խոսում ենք այն դեպքում, երբ Աստվածաշունչը ավելի շատ է խոսում ֆինանսների մասին, ու գալիս է եկեղեցում ֆինանսների, լսի 50 կիրակի խոսում ենք թե խաչի մասին, թե սրբության մասին, թե Աստծուն խոնարհվելու մասին, երկրպագելու մասին, փառաբանելու մասին, աղոթքի մասին, խոսում ենք, հենց գալիս է ֆինանսների մասին, գայթակղությունը, գիտես խի, որտեղ սատանան գիտի, որ այդտեղ զորություն կա։ Ուզում եմ քեզ տամ, սա ես չեմ արել այս ուսումնասիրությունը, սա վերցրած է աստվածաբանների ուսումնասիրությունից։ 38 առակներից 16-ում խոսվում է փողի մասին։ Սա Աստվածաշունչն է, սիրելիս։ 38 առակներից 16-ում համարյա կեսը խոսվում է ֆինանսի մասին։ Փողի մասին խոսվում է 5 անգամ ավելին, քան աղոթքի մասին։ Իմ հետ կարած չկռվես, սա աստվածաբանների ուսումնասիրությունն է ամբողջ Սուրբ գրքում։ Ես չեմ խոսում նրա մասին, որ եկեք աղոթքից չխոսանք, մենակ փողից խոսանք։ Բայց ասում է, Աստվածաշնչում փողի մասին խոսվում է 5 անգամ ավելի, քան աղոթքի մասին։ Փողի մասին խոսվում է 38 անգամ ավելի, քան դրախտի եւ դժոխքի մասին։ Սիրելիս, ես ինքս ծնող եմ, դու այստեղ ծնող ես։ Երբ որ մեր երեխեն սոված է լինում, երբ որ մեր տանը ֆինանսական խնդիր է լինում, ո՞նց ենք մենք աղոթում, ո՞նց ենք մենք վազում ծառայության, ո՞նց ենք մենք վազում ավետարանելու, գիտես ինչքան ենք լսում, հով ջան, այնքան եմ ուզում ծառայեմ, բայց պետք է գնամ փող աշխատեմ։ Գիտես չես կարա բան ասես, իհարկե մարդը պետք է գնա տունը պահի, բայց դու տեսնում ես, որ ֆինանսը, երբ որ չկա հայտնություն ու չկա ֆինանսական առատությունը, սատանան ինչ անում, գողանում է զորությունը, գողանում է հրաշքը իմ ու քո կյանքից։ Մենք նայելու ենք այսօր Աստվածաշնչից մի հրաշալի պատմություն,
Ես գիտեմ, որ մենք այս պատմությանը լավ տեղյակ ենք 3-րդ Թագավորաց 18-րդ գլուխ 17-րդ խոսքից։ Սա մարգարեի կյանքից է։ Գրես Աստվածաշունչը խոսում է, որ ամբողջ տարածաշրջանում սով էր, ջուր չկար, անձրև չէր գալիս։ Եվ ամբողջ տնտեսությունը աղքատության մեջ էր, ամբողջ տնտեսությունը պակասության մեջ էր, ջրի պակասի պատճառով տնտեսություն չկար։ Եվ այդ տարածաշրջանում ջուրը ամենամեծ ներդրումներից մեկն էր, ամենակարևոր բաներից մեկն էր, որտեղ ջուրը անասունների համար էր, ջուրը հողի համար էր, բերքի համար էր, ու եթե ջուրը չկա, ամբողջ տնտեսությունը մեռնում է։ Ու մինչև այդ մարգարեն գալիս է եւ մարգարեանում ասում է անձրև չի լինելու։ Եվ այդպես ամբողջ տարածաշրջանը երաշտի մեջ էր ու ջուր չկար ու աղքատություն էր։ Եվ 17-րդ խոսքում ասում է. «Եվ հենց որ Աքաբը Եղիային տեսավ, իսկույն ասեց Աքաբը նրան. սա դու ես ով Իսրայելի խանգարողը»։ Գրես այնքան ուժեղ է այստեղը ու հատուկ վերցրել եմ այստեղը։ Մարգարեին ասում է Իսրայելի խանգարողը, մեկ ուրիշ խոսքերով ասած դու ես մեղավոր, որ մենք սովի մեջ ենք, որտեվ դու մարգարեացար ու ասեցիր, որ ջուր չի լինելու։ Բայց ճշմարտությունը որտեղ ասում է, եւ նա ասեց ես չեմ խանգարողը Իսրայելին, այլ դու եւ քո հորտունը, որ թողելով Տիրոջ պատվերները գնում եք բահաղների ետևից։ Գիտես, թագավորը չի տեսնում, որ ինքը կուրքերի հետևից է անգած, չի տեսնում, որ ինքը սատանային ու դևերին դուռ է բացել, եկեղեցին է մեղավոր։ Երկրի մեջ ինչ ելնում է, եկեղեցին է մեղավոր։ Ես մարգարեին է ասում, ով Իսրայելի խանգարողը, ասում ես ինչ եմ արել։ Ես դու ես գնում կուրքերի հետևից, ես եմ մեղավոր։ Եվ հիմա մարդ ուղարկիր, հավաքիր բոլոր Իսրայելին ինձ մոտ, Կարմեղոս սարի վրա, եւ Բահաղի 450 մարգարեներին, եւ Աստարոթի 400 մարգարեներին, որ ուտում են Հեզաբելի սեղանից։ Եվ Աքաբը մարդ ուղարկեց Իսրայելի բոլոր որդիներին եւ հավաքեց մարգարեներին Կարմեղոս սարի վրա։ Եվ Եղիան մոտեցավ բոլոր ժողովրդին եւ ասեց. «Մինչև երբ պիտի դուք կաղաք երկու կողմի վրա, եթե Եհովան է Աստված, նրա ետևից գնացեք, եւ եթե Բահաղն է, նրա ետևից գնացեք»։ Եվ ժողովուրդը նրան մի բան պատասխան չտվեց։ Ես այստեղ մարգարեի նախանձավորությունը շարժվում է, տեսնում է ժողովրդի կաղալը, մեկը սրան են հավատում, մեկ նրան են հավատում։ Մեկը ստեղ են կանգնում, մեկը ընդեղ են կանգնում։ Ու ասում եմ, երբ եք, ինչքան եք կաղալու։ Մի ոտով Բահաղի մոտ եք, մի ոտով Աստծո մոտ եք։ Մի ոտով Բահաղի մոտ, մի ոտով Աստծո մոտ։ Բոլորը գլուխները կախել են։ Եվ Եղան ասեց ժողովրդին. «Մենակ ես եմ մնացել Եհովայի մարգարե, իսկ Բաղամի մարգարեները 450 մարդ են։ Արդ թող մեզ երկու զվարակ տան։ Եվ նրանք իրանց համար ընտրեն մեկ զվարակ, նրանց կտորտեն եւ դնեն փայտերի վրա, բայց կրակ չդնեն, եւ ես էլ անեմ մյուս զվարակը եւ դնեմ փայտերի վրա եւ կրակ չդնեմ։ Հետո դուք կկանչեք ձեր Աստծո անունը, իսկ ես կկանչեմ իմ Աստծո անունը, եւ կլինի այն Աստվածը, որ կրակով կպատասխանե, նա է Աստված։ Եվ բոլոր ժողովուրդը պատասխանեց եւ ասեցին. լավ խոսք է։ Գիտես, մեկ ուրիշ խոսքերով էլ ասած, կարճ ասեմ, մարգարեն sense նախանձավորությամբ մտնում է պատերազմի։ Հիմա դուք եք զոհանելու, ես էլ եմ զոհանելու։ Դուք կանչելու եք ձեր Աստծո անունը, ես կանչելու եմ իմ Աստծո անունը։ Կրակ չենք դնելու զոհի վրա։ Որ Աստվածը, որ կրակն իջացրեց, ում աղոթքից որ կրակն իջավ, ուրեմն նա էլ Աստված է։ Եվ Եղան ասեց Բահաղի մարգարեներին. «Ընտրեցեք ձեզ համար մեկ զվարակ եւ սկիզբը դուք արեք, որովհետեւ դուք շատ եք։ Կանչեցեք ձեր Աստծո անունը, բայց կրակ մի դնեք»։ Եվ նրանք առան իրանց տված զվարակները եւ արին եւ կանչեցին Բահաղի անունը առավոտից մինչեւ կեսօր ասելով. «Ով Բահաղ, պատասխան տուր մեզ», բայց ոչ ձայն կար, ոչ պատասխանող, եւ ոստոստում էին իրանց շինած սեղանի մոտ։ Եվ կեսօր է դարել, եւ Եղան նրանց ծաղր անելով ասեց. «Բարձր ձայնով կանչեք, որովհետեւ նա Աստված է, գուցե խոր մտածմության մեջ է, կամ զբաղված է, եւ կամ ճանապարհորդություն է անում, գուցե նա քնած է եւ զարթնի»։ Իրեք մարգարեն մեկ ուրիշ խոսքով ասած կանգնում է ու նրանց այդ անաստվածությունը, այդ կռապաշտությունը կոնկրետ հանդիմանում է։
Եվ նրանք բարձր ձայնով կանչեցին եւ իրանց օրենքի պես կտրտում էին իրանց մարմինները սուրերով եւ գեղարդով, մինչեւ որ արյունը թափվում էր նրանց վրայից։ Եվ երբ որ կեսօր անցավ, նրանք դեռ մարգարեանում էին մինչև երեկոյան զոհի ժամանակը, բայց ոչ ձայն կար, ոչ պատասխան տվող, ոչ էլ լսող։ Ցելի սա աշխարհն է, սա կուրքն է, սա դևերն են։ Գալիս է մարգարեի ժամանակը։ 30-րդ խոսքում ասում է, այն ժամանակ Եղիան ասեց, բոլոր ժողովրդին ինձ մոտ եկեք, եւ բոլոր ժողովուրդը եկան նրա մոտ եւ նա նորոգեց Տիրոջ սեղանը, որ քանդված էր։ Սա շատ կարևոր մի տեղ է։ Նորոգեց Տիրոջ սեղանը, գիտես սա որ սեղանն է, սա զոհասեղանն է։ Այսօր ուզում եմ ինձ ու քեզ ասեմ, մեր զոհի սեղանը նորոգված է։ Մեր զոհի սեղանը կա թե չկա։ Թե մենք գայթակղված ու նեղացած ենք, թե մենք կասկածներով լիքն ենք։ Այսօր սիրելիս հրաշք ենք ուզում, բայց չենք ուզում այդ հրաշքի համար մտնենք այդ ճեղքման մեջ, մտնենք այդ գերբնականի մեջ, քայլ անենք անհնարինի մեջ։ Ամեն ինչից խոսացեք, բայց իմ գրպանին մի կպեք։ Գիտես Աստված հետաքրքիր մի բան է ասում։ Երբ որ այդ պատանին գայթակղվում գնում է Հիսուսից, աշակերտներն ասում են՝ Տեր, ես ինչ խաբար էր, ասում է՝ ֆինանսների վրա հույս դնողը երկինք չի մտնի։ Եթե մեր սիրտը կպած է ֆինանսին, եթե մեր սիրտը կպած է այդ փողին, ցելիս մեր սրտում Հիսուսը չի Տերը, մեր սրտում Մամոնան է Տերը։ Ու իմիջայլոց մեկ ուրիշ բան ասեմ, փողը Մամոնան չի, փողի ետևում կանգնածն է Մամոնան։ Շատ հաճախ մարդիկ ասում են, փողը Մամոնան է, չէ սիրելիս, փողը օրհնություն է, եթե ճիշտ ես օգտագործում։ Փողը օրհնություն է, եթե դու իրան բարի բանի մեջ ես դնում, փողով կարելի է վատ բան անել, փողով կարելի է լավ բան անել։ Հաճախ ասում են, փողը ձեռքի կեղտ է, չասես այդ արտահայտությունը։ Փողը ձեռքի կեղտ չի, դու փողով օրհնվում ես։ Փողը ծառայում է քեզ։ Փողի ետևում կանգնածն է Մամոնան, եթե տեղ տվեցիր, նա կսկսի իշխի, բայց դու պետք է իշխես ֆինանսի վրա Հիսուսի անունով։ Մարգարեն ասում է, խոսքում գրված է, եւ նա շինեց սեղանը։ Սելիս այսօր ուզում եմ ինձ ու քեզ հարց տամ, գիտես արդյոք զոհի հայտնությունը։ Ունես արդյոք զոհի հայտնություն։ Գիտես արդյոք, երբ որ դժվարության մեջ ես, որ կարաս զոհով քո կյանքում կրակ բերես։ Ունես հայտնություն արդյոք, որ եթե խնդիրների մեջ ես, դու կարաս զոհով քո կյանքում ճեղքում բերես։ Աստված դա դրել է ինձ ու քեզ համար, որ նրան մենք օգտագործենք մեր կյանքում հաղթանակների համար։ Հալելույա սիրելիս։ Եվ նա նորոգեց Տիրոջ սեղանը, որ քանդված էր։ Եվ Եղիան վեր առավ 12 քարեր Հակոբի որդկանց թվին չափ, որ Տիրոջ խոսքը եղավ նրան, թե Իսրայել լինի քո անունը։ Եվ այն քարերիցը մի սեղան շինեց Տիրոջ անունովը, եւ սեղանի շուրջը մեկ փոս շինեց, որ 2 գրիվ սերմ կառներ։ Սերներես գրիվը, մեկ գրիվը մոտարապես 7.5 լիտր տարողությունն է, 2 գրիվը մոտարապես 14-15 լիտրն է անում։ Մեր են ջրի բաչոկները, գիտեք, այդ ջուրը որ խմում ենք, մոտավորապես այս բարձրության փոս, խորության, այս խորության փոս, զոհի կողքը փորում է, փայտերը դնում է, կրակ չի դնում, զոհը դնում է փայտերի վրա, ու տես ինչ է ասում։ Եվ փայտերը շարեց եւ կտրեց զվարակը եւ դրավ փայտերի վրա, եւ ասեց. 4 սափոր ջուր լցրեք եւ ածեք ողջակեզի եւ փայտերի վրա եւ ասեց. կրկին արեք։ Սեներ ուզում եմ ձեզ հարց տամ, ինչ խնդիր ունեին ու ինչ պակասություն ունեին։ Ջրի։ Ինչ է ասում բերեք լցրեք, ջուր։ Լսի, ջրի խնդիր կար այդ տարածաշրջանում։ Դու գիտես սա ինչ է կատարվում, որ մարդիկ գնում են ու իրանց այն հավաքած են, ծածուկ են, պահած են ջուրը, ասում լավ դե մարգարեն ասում է, հələ բերենք լցնենք։ Բերում լցնում են։ Ես այն հավաքածը, պահածը բերում լցնում են։ Ասում է մի հատ էլ արեք։ Գիտես երբ որ մի հատ էլ են անում, մի հատ էլ են գնում, չէ՞, որ մի քիչ թողել էին, լավ են սև օրվա համար մի քիչ էլ էին թողել։ Ասում մի հատ էլ արեք, գնում են էտել են բերում, գնացին էտել բերեցին։ Հերիք չի, ասում մի հատ էլ արեք։ 3 անգամ մարգարեն ուղարկում է գնացեք ջուր բերեք, ինչի կարիք որ ունեին, հենց դա էլ զոհել է տալիս։ Ինչի պակաս որ ունեին, հենց դա էլ պահանջում է, ջրի խնդիր ունեին, ասում ջուր բերեք։
Ջուրը բերեք ու լցրեք։ Ու գիտես ինչա այստեղ ասում, եւ 4 սափոր ջուր լցեք եւ ածեք ողջակեզի եւ փայտի վրա եւ ասեց կրկին արեք եւ կրկին արին եւ ասեց երրորդ անգամ արեք եւ երրորդ անգամ արին։ Եվ ջուրը գնում էր սեղանի շուրջով եւ փոսն էլ լցվեցավ ջրով եւ երեկոյան զոհի ժամանակներ, երբ որ Եղիա մարգարեն մոտեցավ եւ ասեց. «Ով Տեր, Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի Աստված, թող այսօր իմացվի, որ դու ես Աստված Իսրայելի մեջ եւ ես քո ծառան եմ եւ թե ես քո խոսքովն եմ արել այս բոլոր բաները։ Եվ պատասխան տուր ինձ, ով Տեր, պատասխան տուր ինձ, որ այս ժողովուրդն իմանա, որ դու Տեր Աստված ես եւ դու ետ կդարձնես նրանց սիրտը»։ Եվ Տիրոջ կրակը վայր իջավ եւ կերավ ողջակեզը եւ փայտերը եւ քարերը եւ հողը եւ փոսի միջի ջուրն էլ լափեց։ Հալելույա մեր Տիրոջը։ Հալելույա մեր Տիրոջը։ Գրեզ ես ուզում եմ ես ու դու տեսնենք սիրելիս։ Զոհը Աստված օրհնի քո սրտի համար, որ տալիս ես Աստծո գործի համար ամեն ժամանակ, բայց ուզում եմ քեզ ասեմ, զոհը ցավոտ է։ Զոհը միշտ մի բան է, որ կտրում է քեզանից ու ցավացնում է։ Հեշտ չէր, որ Աբրահամը զոհում էր, տանում էր զոհի իր տղուն։ Հեշտ չէր, սիրելիս, գիտես այդտեղ որ երկեր բարով թռվռալով գնում էին, չէ, Աբրահամի սրտում լուրջ բան էր կատարվում։ Զոհը ինքը ցավոտ է, սիրելիս։ Մեր կյանքում ճեղքում է բերում։ Զոհը օգնում է, որ մեր հավատքը կենտրոնացած մնա։ Ես ուզում եմ ես ու դու սա հասկանանք։ Ես ուզում եմ հոգևոր մեր մարդկային այդ մեր վերապրումը մենք մի հատ պատկերացնենք։ Երբ որ մարդ աղոթում է ինչ-որ մի կարիքի համար, աղոթում, խնդրում է, նորմալ է, ինքը կարա հավատա ու դա լինի։ Բայց երբ որ չի կատարվում, իրան պետք է հավատքը, որ ավելի կենտրոնացած լինի։ Իրան պետք է, որ հավատքը ավելի նպատակային լինի, որ իրան միտքը չցրվի։ Ես իրան ինչա պետք, իրան պետք է զոհ անել, որպեսզի իր հավատքը բերի, կենտրոնացնի։ Գիտես, իհարկե ես գիտեմ, որ զոհը նույնպես ծոմապահությունը, տարբեր զոհեր կան մեր կյանքում, այսօր մենք խոսում ենք ֆինանսական զոհի մասին։ Փոքր ժամանակ շատերս այս խաղով խաղացած կլինենք, ուրա։ Տեսնում եք այս լազերը։ Երևում է, ովքեր որ տեսնում են, ովքեր չեն տեսնում։ Ցեներ։ Զոհը օգնում է, որ մեր հավատքը մնա կենտրոնացած, նպատակային։ Գիտեք, եթե ես լույսը վառեմ ու ասեմ, տեսնում եք լույսը, չեք տեսնում, մի թեթև ցրված լույսը երևում է, բայց երբ որ լազերն ենք միացնում, զոհը օգնում է, որ մեր հավատքը կենտրոնանա նպատակի վրա։ Գիտես ինչի, որտեղ երբ որ մենք նպատակի համար զոհաբերել ենք, մեր ուշք ու միտքը, մեր հավատքը, մեր սպասումը մնում է արդեն այդ կետի վրա։ Մենք շատ վկայություններ ունենք։ Ես գիտեմ, այստեղ էլ դահլիճում ունենք վկայություններ։ Ես անուններով չեմ խոսի, բայց այդ մարդիկ այստեղ են, մեր եկեղեցու անդամներն են։ Ես գիտեմ, մեր քույրիկներից մեկը, որ տանից դուրս գալու համար գումար չունի, վերջին գումարով պետք է գա եկեղեցի։ Ոսմա Տեր իմ Աստված, քո համար եմ գալիս, քո խոսքի համար եմ գալիս։ Այս վերջին գումարով էլ կգամ։ Սա մեր մեջ է եղել, մեր ժողովրդի հետ։ Ու գիտես, գալիս է եկեղեցի, բայց միևնույն ժամանակ Աստված եկեղեցու եղբայրներից մեկի սրտում դնում է, ասում է 5000 ռուբլին կորտնես։ Գիտես, այդ եղբայրը միգուցե չգիտի էլ, որ այդ մարդը իր վերջի կոպեկով է եկել, հավատքով է եկել։ Բայց գնում է արդեն օրհնությունով լցված։ Գնում է օրհնությունով լցված։ Երբ որ մենք զոհ ենք անում մեր կյանքում, մեր աղոթքի վրա Աստծո զորությունն է իջնում։ Սիրելիս, եթե գրում ես գրի, զոհը մեր հավատքի վառելիքն է։ Զոհը մեր հավատքի վառելիքն է, որ մեր հավատքին կրակ է տալիս, մեր հավատքին ուժ է տալիս։ Գիտես, Աստվածաշունչն ասում է, սերը
միացնում է մեր հավատքը։ Առանց սիրո հավատքը չի գործում, գողատացների թուղթն է ասում։ Բայց ես քեզ կասեմ, զոհն էլ կրակ է տալիս մեր հավատքին։ Ես ուզում եմ մի հրաշալի վկայություն պատմեմ։ Եվ նորից եմ կրկնում, այս վկայությունը թող ուղղակի սրտիդ մեջ վառվի, որ դու իմանաս, սա ճանապարհներից մեկն է։ Եթե Աստված քեզ այս լեզվով կխոսի, համարձակ արա։ Մենք ունենք ընկերներ Վանաձորում, ընտանիք, հրաշալի ընտանիք, որ կինը 4-րդ ստադիայի էպիլեպսիայի մեջ էր։ Ու ես ինքս էլ չգիտեի, որ էպիլեպսիան ստադիաներ ունի։ 4-րդ ստադիայի էպիլեպսիայի մեջ էր։ Ամուսինը մեր ընկերը գնում է հատուկ խոպան, որպեսզի փող աշխատի կնոջ դեղերի համար։ Մի երեխա ունեն, երկրորդի մասին խոսք ընդհանրապես չի կարա գնա, որտեղ 4-րդ ստադիայի էպիլեպսիա է, երեխա ունենալ ընդհանրապես չի կարելի։ Իսկ որ քուրիկը կենթանի կմնա, թե չի մնա, դա էլ արդեն հարց է։ Պրեստուպներ, ցավեր, տարբեր տեսակի բաներ։ Քուրիկը ապաշխարում է, ամուսինը խոպանում է, ու ամեն ամիս ամուսինը գումարներն ուղարկում է, որ կինը ունենա դեղի փողը։ Կինը գնում է եկեղեցի, գալիս, դեղերը խմում, գնում է եկեղեցի, գալիս, դեղերը խմում։ Մի օր հայտնություն է ստանում։ Տեր իմ Աստված, հերիք եղավ, բոլ եղավ։ Ես այս դեղերի փողը տամ, այս փողը տամ դեղերին ու դուրս տամ։ Որոշում է կայացնում։ Քանի որ իր կիսուրը անընդհատ նայում էր դեղերը խմում է թե չէ, ասում է դեղերի տուփը կիսատ պես թողեցի բարի վրա, որ անընդհատ գնա տենա դեղերը կա, մտածի թե խմում եմ, բայց ասում է այլ նոր դեղեր չառա։ Ոնց ասեցի Տեր իմ Աստված, այդ դեղերի փողը ես զոհ եմ անելու իմ բժշկության ու իմ հրաշքի համար։ Իմ բժշկության ու իմ հրաշքի համար։ Ուզում եմ նորից կրկնեմ սիրելիս, շատ հրաշքներ զոհի տակ են։ Չի խմում մի ամիս, չի խմում 2 ամիս, 3 ամիս, ոչ մի պրեստուպ, ոչ մի ցավ։ Գալիս է ձմեռը, ամուսինը խոպանից գալիս է, անցել է 7-8 ամիս, ամուսնուն ասում է, լսի, քեզ գաղտնիք ունեմ ասելու։ Ես արդեն 7 ամիս չեմ խմել ոչ մի տեղ։ Աղջի, խելքը թրցրել ես, ես ինչ ես անում, ես բժշկված եմ։ Դրանից հետո ունենում է մի հատ էլ աղջիկ երեխա։ Հալելույա մեր Տիրոջը։ Զոհը կրակայիչացնում սիրելիս։ Զոհը իմ ու քո հրաշքի պատասխանն է բերում։ Ես սա պատմել եմ ու ելի կպատմեմ։ Կպատմեմ, որ Աստված փառավորվի։ Դու գիտես, որ իմ Էլինան, որ պուճուր էր, շատ եմ պատմել։ Ուներ խնդիր, նոր մի քանի ամսեկան էր։ Ու բժիշկների վրա շատ էր փողը գնում։ Ու գիտես, ես ուզում հենց դու այդ հայտնությունը ստանաս։ Կանգնած եմ հավաքույթին։ Դահլիճի ամենավերջում շատ լավ հիշում եմ այդ օրը։ Իմ գրպանում կար կլոր գումար, որը հատուկ պահել է 2 շաբթի պիտի գնայինք բժիշկին տալու համար։ Հավաքույթի ժամանակ լսում եմ սրտիս մեջ, ցանի այդ փողը։ Գիտես, ես Աստծուն ծառայող մարդ եմ, Աստծուն սիրում եմ ու պատրաստ եմ Աստծո համար ամեն ինչ անելու, բայց ես կանգնած եմ այդտեղ աղոթքի մեջ ու լացում եմ ու ասում Տեր իմ Աստված, դու գիտես, որ ես քո համար ամեն բան պատրաստ եմ անելու, բայց ախր այստեղ իմ երեխու հարցն է։ Գիտես, եթե հարցը քո հետ է վերաբերվում, քո մեջ է, քո բժշկի համար, քո դեղի համար, դու հեշտ ես քո համար անում, ծնողները կհասկանան, բայց երբ հարցը հասնում է քո երեխուն, Տեր իմ Աստված, խնդրում եմ, էսի իմ հարցը չի, ես պատրաստ եմ քո համար, էսի իմ երեխու հարցն է։ Ու ես զգում եմ, որ Աստված ասում է, զոհի այդ գումարը։ Գիտեք, դու մոտենում է ու ներսս տրորվում է, գիտեմ Աստված մատը դրել է զոհի այդ գումարը։ Ու գիտես մի բան որ արեցի, Տեր իմ Աստված, ես զոհում եմ, բայց ես այս զոհով վերցնում եմ իմ երեխու հրաշքը Հիսուսի զորավոր անունով։
Հալելույա։ Ու ես քեզ ասեմ, սիրելիս, մենք հենց երկուշաբթի օրը գնացինք ու երեխու անալիզները փոխվեց։ Աստված իր հրաշքը արեց։ Զոհի ետևում կանգնած է իմ ու քո հրաշքը Հիսուսի զորավոր անունով։ Գիտես, այսօր մենք շատ հաճախ կարանք նայենք մի հաջողակ մարդու, մի հաջողակ օծալի, մի հաջողակ բիզնեսմենի ու ասում ենք, «Տենաս ոնց բախտը բերեց»։ Ես այն օրը եղբայրների հետ էի խոսում։ Գիտես, մենք բախտին չենք հավատում, մենք Հիսուսին ենք հավատում, մենք Աստծո օրհնությանն ենք հավատում, մենք Աստծո զորությանն ենք հավատում։ Մի հրաշալի վկայություն, զորավոր վկայություն, մի քույրիկ իր կույր մամայի հետ մտնում է եկեղեցի, արցունքներով ու ձեռքին մի ծրար, մոտենում է հովին, ասում է հովիվ, սա այն որոշումն է, որ իմ տանտերը ինձ դատի է տալիս ու ինձ տնից հանում է, եթե վաղը մինչև ժամը 10 ես 4 ամսվա պարտք և ներկա ամսվա գումարը չտամ, ինձ տնից հանելույա։ Հովը ջղայնացած, ձեռից վեկալում, ասում է, ոչ մեկ էլ քեզի տնից չի հանելու։ Հովիվ, ինչ պետք է անեմ, հավատում ես Աստծուն, հավատում եմ, Աստված կարա հրաշք անի քո կյանքում, հովիվ, բայց ոնց, ասում է, նստի հավաքույթին ու ամբողջ քարոզը լսի։ Քուրիկը նստում է հավաքույթին, ամբողջ քարոզը լսում է, քարոզի վերջում զոհաբերություն պիտի հավաքվեն, հովը մոտենում, ասում է, դու պիտի զոհաբերես, ասում է, հովիվ, մոռացաք ես ով եմ, ես սկզբում որ ասեցի, խնդիր ունեմ, ասում է, ես հիշում եմ դու ով ես, դու պիտի զոհաբերես, ասում է, հովիվ, ես գումար չունեմ, մի պուճուր գումար կա, որ տանտերը չվեկալեց, որտեվ քիչ էր, ասեց ամբողջը պիտի բերես, ասեց այդ գումարը բեր ու զոհաբերի։ Գիտես, այսօր մենք հլտես, ես ինչեր են խոսում, հլտես, սերիս ճեղքում ես ուզում, արտասովոր ես ուզում, գերբնականն ես ուզում, մտի գերբնականի մեջ, մտի արտասովորի մեջ, մտի սիրելիս։ Գիտես ինչ ասում, ասում այդ գումարը մոտս չի, մամայի մոտ է, գնամ մամայի մոտից վերցնեմ, մաման էլ կույր սունկեն բռնած նստացա, ասում գնաց վերցրեց գումարը, եկավ, ասում իմ աչքերը փակ գցում է, ես էլ իմ աչքերն եմ թեքել, ասա որ չտենամ, այդ արկղի մեջ գցում է։ Ես աղոթեցինք, օրհնեցինք, ու ասում հետո ասեցի, մամա հետ կասես, որ գա աղոթեմ հրաշքի համար։ Գալիս է մաման աղոթում է, Աստծուց խոսք է ստանում հովը, ասում վաղ առավոտյան դու տեսնելու ես, գնատուն ու Աստծուց գոհություն հայտնի։ Վաղ առավոտյան քո աչքերը բաց են լինելու, գնում են տուն, առավոտյան այս քույրիկը արթնանում է, ասում է ձվածեղի անուշ հոտից ու կոֆեի հոտից, արթնանում է, տեսնում է մայրը կռավաթի մեջ չի, վազելով գնում է խոհանոց, տեսնում է մաման, ձվածեղն է սարքում ու կոֆե է սարքել, գոռում, ճվում, մամա, ասում է, հովն ասեց, որ տենալու եմ, իմ աչքերն էլ բացվել է, ու ասում մենք սկսեցինք փառաբանել ու գոհանալ Աստծուց, ու ասում իմ հավատքը արդեն մաքսիմում էր, Տեր, դու ես հրաշքն արեցիր, ասում հիմա աղոթում, ասում Տեր իմ Աստված, հիմա ժամը 8-ն է, մինչև ժամը 10 կհասցնես տանես հարցի հրաշքն էլ անես։ Հալելույա սիրելիս։ Գիտես ասում եկավ մոտավորապես ժամը 9, դուրը ծեծեցին, պոչտալյոններ, ասում ես մտածեցի, երևի հեսա, օրհնություն է եկել, ասում դուրը բացեցի, տեսնեմ պոչտալյոնը տվեց ծրարներ, ծրարը բացում եմ, միտեղ ջրի վարձնա, միտեղ լույսի վարձնա, միտեղ են մի վարձնա, ասում ավելի շատ ծախսերն ավելացա, ոչ թե փակվեց, ասում բայց այնքան էր իմ ներսը փառաբանությունն ու գոհությունը, ասում այնքան է ես մամայի հրաշքով լցված, որ ասում դրանք էլ բերեցի, դրեցի, ասի Աստված ջան, տան հետ էս էլ լուծի, էս հարցերն էլ լուծի։ Գիտես ասում ես ու մաման փառաբանում ենք, ես ու մաման ծիծաղում ու ուրախանում ենք, մեկ էլ ասում է մի հատ զանգ, ժամը 10 չկա, ասում մի հատ զանգ եկավ, ու հետաքրքիր մի զորավոր պատմություն, բարև ձեզ, ասում դուք ինձ հիշում եք, ես ինչ մարդն եմ, դուք ինձ, լսեք սիրելիներ, 13-14 տարի առաջ գումար էիք տվել,
Ու ես այդ պարտքը ձեզ չեմ տվել։ Հիմա ես ապաշխարել եմ, ինձ Սուրբ Հոգին հիշացրել է, որ ես ձեզ պարտք եմ, ու այդ պարտքը ես ձեզ պետք է վերադարձնեմ։ Ու հերիք չի, որ ես ձեզ պետք է վերադարձնեմ, Սուրբ Հոգին ասել է 13 տարվա 6%-ով էլ հետ վերադարձնեմ։ Հալելույա սիրելիս։ Գիտես, Աստված գիտի ոնց լրացնի մեր կարիքները։ Աստված գիտի ոնց մեզ համար հրաշքներ անի, ու գիտես ինչ ասում, փողը փոխանցում է, ու մինչև ժամը 10 գալը այս կինը ունենում է իր եւ 4 ամսվա վարձը, եւ այն ամսվա վարձը, եւ այն կոմունալների պատասխանը։ Սիրելիս, զոհի տակ հրաշքա թաքնված։ Զոհի տակ իմ ու քո հրաշքն է, սիրելիս։ Սատանան չի ուզում, որ մենք խոսանք ֆինանսի մասին։ Սատանան չի ուզում, որ եկեղեցին խոսի ընծայի մասին։ Սատանան չի ուզում, որ Աստծո մարդը լինի զոհաբերող։ Որ մեկի կյանքում, որ նայենք սիրելիս, Աստծո ծառաներից, նրանք բոլորը իրանց կյանքում ճեղքում են բերել զոհի միջոցով, Հիսուսի անունով։ Գիտես, Աստվածաշնչյան այս խոսքը ինձ այնքան դուր է գալիս, եւ Տիրոջ կրակը վայր իջավ, եւ եկավ ողջակեզի եւ փայտի քարերը եւ հողը եւ փոսի միջի ջուրն են լափեց, եւ բոլոր ժողովուրդը տեսավ, եւ վայր ընկան իրանց երեսների վրա եւ ասեցին. Տերն է Աստված, Տերն է Աստված։